Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր զրուցելու եմ իրավաբան Աբրասիմ Աթոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աթոյան։ Բարև ձեզ, Պարսից Պարոն Մասում։ Աթոյան, դուք եկեղեցուն շատ մոտ մարդ եք եւ մտահոգ եք ըստ էության եկեղեցու հետ կապված հարցերի վերաբերյալ եւ պարբերաբար հանրային կերպով նաեւ արտահայտում եք ձեր մտահոգությունները։ Ուզում եմ հարցս հետեւյալը տալ. դուք որպես իրավաբան, նաեւ նախկինում նախաքննական մարմիններում աշխատած մարդ, դուք երբևէ կմտածեիք, որ ամենայն հայոց հայրապետին օրերից մի օր կարող է մեղադրանք առաջադրվել։ Նույնիսկ վատ երազում չէի կարող նման բան մտածել, որ մնաց իրական կյանքում։ Իրավապահ համակարգում մեր նման մարդիկ են աշխատում, երևի շատերը ձեր գործընկերները կլինեն կամ գուցե ուսանողական ընկերները, ինչպես են նրանք, թույլ տվեք օգտագործել այս բառը, համարձակվում նման քայլի գնալ։ Չէ, կոնկրետ գործառույթներ իրականացնողների հետ որևէ կապ չեմ ունեցել, ովքեր որ իրականացնում են, քանի որ ես այլ ստորաբաժանում եմ եղել, ընդհանրապես կապ չունի այդ ամեն ինչը իմ հարաբերությունների հետ։ Ընդհանուր առմամբ ես չեմ կարող նկարագրել կամ այդ հարցին պատասխանը տալ, որովհետև ընդհանրապես կապ չեմ ունեցել իրանց հետ, թե ոնց են անում կամ ինչ սրդով են անում, էլի։ Դա իրավական պրոցես է, այսինքն իրենք կարող են հետո ասել, որ իրենք առաջնորդվել են օրենքի տառով եւ իրավական գործընթացը ըստ էության իրականացրել։ Տեսեք, սկզբունքը ինչումն է, քանի որ օրենքը ինքնին կարող է նաև որոշակի բացեր ունենալ, կոնկրետ իրավաբանությունը ինքնին նաև պարտադիր նման բացեր ենթադրում է, որ պետք է լինեն, որովհետեւ կարողանան ինչ-որ գործառույթներ իրականացվել կամ ինչ-որ գործառույթներ չիրականացնել։ Դա իրավաբանության մեջ չգրված կանոն է կամ ընդունված երևույթ է։ Նույնիսկ փոխաբերական իմաստով նմանեցնում են ռեզինի իրավաբանությունը ու իշքան ինքը շատ ճկուն է, էլի, որպես այդպեսին, որպես գիտություն։ Այս պարագայում իրենք ինչ են անում, իրանք նախաքննական փուլում անում են այն ամենա ոնց ասեմ, օրենքով որոշակի բաներ, որոնք տրամաբանությունից եւ օրենքից դուրս են, ուղղակի մեկնաբանության հարց է։ Կոպիտ ասած, այս երևույթն է, որ մենք այդքանն ենք հասկանում, այդ իրավական քննադատականն ենք տալիս, ինչ կլինի, չի լինի, թող դատարանը որոշի։ Ու գործը գնում է դատարան, թե դատարանում ինչ ապագա կունենա, իրանց հետաքրքիր չի, իրանց ներկա պահին այդ արդեն ոչ թե իրավապահ համակարգի մասին է խոսքը, կոնկրետ քննչականի մասին է խոսքը, ովքեր որ այդ գործառույթները իրականացնում են, կոպիտ ասած կեղտոտ գործն են իրականացնում, այլ պատվիրատուին ինչ է պետք, այսօր պետք է որ այդ հետապնդումը լինի, այդ հետապնդման նախորդող հայտարարությունը լինի, ավելի ճիշտ ոնց է համակարգը, ես նախինում եմ անդրադարձել, կա հայտարարություն, դա անիմաստ աբսուրդ, դրան հաջորդում է իրավապահ մարմինների գործողությունները, օրինակ վերջի դեպքում կաթողիկոսի վերաբերյալ կաթողիկոսությունը տեղափոխել կանձերի, այդ հաջորդ օրը քրեական հետապնդում ու վերջ։ Իրանք էլ մի հատ լավ քննարկում են ու հարցը փակվում է, թե դատարանը ինչ կորոշի, թե նախաքննական մարմինը քանի ամիս մեղադրանքը կպահի, կարտարացնի, արտարացման վերդիկտ կլինի, թե չգիտեմ, մեղադրական եզրակացությունով դատարան կուղարկեն, այդ ոչ մեկի հետաքրքիր չի։ Սկսած նաև ժողովրդից, վերջացրած ամենաբարձր ղեկավարը, ընդհանրապես հետաքրքիր չի, թե վաղ ռեաբիլիտացիայի հարցը ոնց են լուծելու, օրինակի համար այս բոլոր քաղբանդարգալները նոր կան, մասնավորապես, հոգևորականների պարագայում, եթե իրանք ուզենան ռեաբիլիտացիան ռեաբիլիտացիայի դեպքում որևէ փոխհատուցում ստանան, իրենց պարագայում շատ բարձր պետք է լինի, որովհետև իրանք ավելի շատ են տուժել, իրանք ամբողջ կյանքի ծառայությունը տուժվել է։ Նկատի ունեք ոչնչական վնասի փոխհատուցումը։ Այո։ Ու բանը արտարացման դեպքում դա պետք է լինի։ Դատարանով արտարացման դեպքում դա պետք է լինի, էլի։
Տեսեք, վեհապար Էս է, Հայրապետին այսինքն ես միտքը բան կառուցեցի, չէ՞, նորմալ, որ այո, իրանք հասկանալի է։ անում են այն ինչ որ բան է, մնացածն էլ իրանք էական չի, հետաքրքիր չի, մենք էլ այսքանն ենք հասկանում, մենք ով չենք հասկանում, կներեք, բայց Ահա։ դա մեզ տրված չի։ Իրանք տենց են մտածում, էլի։ Կաթողիկոսին առաջադրված մեղադրանքը հետևյալն է, մի փոքր ես մեր հեռուստադիտողին նաև հիշեցնեմ, ինչ process տեղ ունեցավ։ Ուրեմն վեհապար Հայրապետը պաշտոնից ազատեց, պաշտոնը ճակերտներում իհարկե, Մասյացոտնի թեմի առաջնորդ նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Վերջինս քաղաքացիական հայցով դիմեց դատարան եւ դատարանը դատավոր Էդգար Հովանեսյանի ուրեմն կողմից հայցի ապահովման միջոց կիրառվեց եւ ըստ էության նա վերականգնվեց դատարանի տեսանկյունից իհարկե թեմի առաջնորդի պաշտոնում, ինչը նոնսենս է, երբևէ չի կարող նման հայց ուրեմն քննարկվել եւ այդ ընթացքում նաեւ Մայրաթորի ուրեմն Գերագույն հոգևոր խորհուրդը չեմ սխալվում, կարգալույց հռչակեց Գևորգ եպիսկոպոսին եւ դա մեկնաբանվեց որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտել։ Որպես իրավաբան, պարոն Աթոյան, դուք այստեղ իրավունքի տեսանկյունից, հա, ոչ որպես հավատացյալ, ինչ եք տեսնում, արդյոք սա վտանգավոր նախադեպեր չեն, արդյոք այստեղ իրավաբանությունը չի, թույլ տվեք ասել, բռնաբարվում։ Ոչ թե իրավաբանությունը, այլ ընդհանրապես իրավապահ համակարգի գործունեության բովանդակությունը արդեն իսկ բռնաբարված վիճակում է։ Այդ հստակ արձանագրենք։ Անդրադառնալով վեհապար Հայրապետի դեմ հարուցված քրեական հետապնդման էությանը, հա 507-րդ հոդվածի հոդվածով է որակավորված երկրորդ մասով, տեսեք մի քանի հետաքրքիր դրույթներ կա։ Նախ, ես եթե չեմ սխալվում, հստակ չպնդեմ այս միտքը, բայց քաղաքացիական դատավարության կարգով պետք է այդ որոշումը օրինական համարվի։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է թե վարույթ ընդունելու որոշմանը դատավոր Հովհաննիսյանի, թե նաև բանը Հայցի ապահովման միջոցը։ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշմանը։ Դրա մասին պաշտպանները հստակ խոսել եւ դիրքորոշում են հայտնել։ Ինձ թվում է այս հարցում առավել քան քաղաքական ենթատեքստեր ունենալը քրեական հետապնդման, այսինքն այս պարագայում նաև քաղաքացիական ենթատեքստերով վեհապարին քրեական հետապնդման ենթարկվելը հստակ է, այստեղ այլ տարբերակ չի կարող լինել, ու ոչ ոք չի կարող ասել, որ դա այդպես չի, ու չի կարող հիմնավորել ամենակարևորը։ Բայց ինչն է ուշագրավ։ Նախ սկզբում մեղադրվեցին նույն հոդվածով 5 եպիսկոպոսներ եւ Տեր Մեսրոպ Մովսես Քահանան։ Մի շաբաթ անց նոր վեհապար Հայրապետին մեղադրանք առաջադրեցին, ու այդ կոնտեքստում դերևս մեղադրանքներ առաջադրված չէ աշխարհիկ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին, անհասկանալի է, որովհետև այնտեղ որոշումը ոնց է կայացվել, Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ է ներկայացրել եւ ծանր մեղադրանքի կապակցությամբ է առաջարկ ներկայացրել, որովհետև նախկին Գևորգ եպիսկոպոսը դատարան դիմելով արդեն իսկ հստակ դուռ է բացել ու այդ պրակտիկան հələ շատ երկար կշարունակվի, առնվազն մինչև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում չլինի, որ չէ, այդ հայցը չպետք է քննվեր քաղաքացի երևական կարգով։ Իսկ մենք գիտենք, որ մեր պետությունում դա կտևի 3-ից 4 տարի։ Եթե ստանդարտ վերցնում ենք, հա, ընթացակարգերը, բացեք ցանկացած գործ նայեք, տեսեք, որ առնվազն 3 տարի, 2 տարի ու կես տևում է այդ ընթացակարգերը, մինչև վերջնական ուժի մեջ մտած որոշումը լինում է։ Հա։ Ու այս պարագայում մի նաև քննարկենք, թե Գևորգ եպիսկոպոսը ինչ կուզեր այդ հայցով սեր, հա, ինչն էր իր նպատակը հայց։ Մարդը ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ չի ճանաչում Գարգին II կաթողիկոսի քաղաքալությունը։ Այո։ Ճիշտ է, իշխանությունը։ Տարբեր կոնտեքստում նաև այդ բարենորոգում կոչվածները, սկսած իրենց առաջի ֆիգուրից
նախկին Տեր Արամից, Ստեփան Ասադրյանից մինչև երկրի վարչապետ խոսել են, որ իրենք Գարեգին երկրորդ կաթողիկոսի իշխանությունը չեն ընդունում։ Գարեգին երկրորդ կաթողիկոսը որոշում է կայացնում, տնօրենությունը որոշումն է նույն, էլի։ Ու իրենք այդ որոշումը բողոքարկում են դատարան։ Հերիք չի բողոքարկում են, դրանից հետո էլ մի հատ քերական հետապնդում են հարուցում այդ բողոքարկված դատարան բողոքարկված որոշումը չկատարելու մասով։ Նախստեղ իրանց խոսույթի ու քայլերի մեջ հագաստություն կա։ Շատ կարևոր հանգամանք է, որ այս ամեն ինչը պետք է ընդհանրապես մեր ժողովուրդը հասկանա։ Մեր հետ չեք ընդունում իր իշխանությունը, ո՞նց է իր իշխանությունը օրոք կազմված հաստատաթուղթը կամ տնօրենությունը որոշումը մտցրել դատարան։ Այստեղից դատարան մտցնելով իրանք ավտոմատ կերպով ընդունում են, որ Գարեգին երկրորդ հայրապետը ամենայն հայոց կաթողիկոսն է, ով իր իրավազորությունների շրջանակներում որոշում է կայացրել։ Կամ եթե նույնիսկ իրենց տեսակետում իր իրավազորությունների շրջանակում չի, թեգուս էական չի, բովանդակությունը չի փոխվում։ Սա։ Իրենք հիմնավորում են, որ մասնավորապես Էդգար Հովհաննիսյանը ԲՏԽ անդամ հետեւյալ պատճառաբանությունը բերեց։ Ասում է, ես դատական պաշտպանության իրավունքն եմ իրացրել։ Սահմանադրության 61-րդ հոդվածին է հղում կատարում։ Բայց իր լիազորությունների շրջանակներում է ինքը պարտավոր այդ գործառույթները կատարել։ Իսկ այս պարագայում դա իր լիազորություններից դուրս է։ Լավ, եկեք այս օրինակը թերևս ինչպես դուք նշեցիք, տարբեր կերպով նաև սոցցանցերում են արտահայտել այդ միտքը, վեհապար հայրապետը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նույն ինքը Արման Սարոյանը այսօրվա դրությամբ չի վերականգնել իր պաշտոնում, կարգալույզ է արել։ Ինչի համար, այսօր քրեական հետապնդման տակ է։ Արման Սարոյանը ինչ իրավազորության շրջանակներում է այսօր մասի առաջնորդ անում նստած։ Որ վեհապարը չի արել, իր արած համար պատասխան է տալիս։ Այդ կոպիտ է հնչում խոսքը, բայց իրանց մտածելակերպով առաջնորդվելու արդյունքում։ Մնացած ինչի արդյունք է։ Բան, ինքնիրավչության։ Հստակ ինքնիրավչություն չէ։ Իրեն ենթադրյալ իրավունքները, վերապահված իրավունքները բանանել, օգտագործել, հստակ։ Ինքը ենթադրում է, որ ինքը առաջնորդ է, ինքը առաջնորդ չէ, ոչ էլ դատարանի շատերի մոտ նաև թյուր կարծիք կա, որ ինքը դատարանի որոշումից հետո այլևս առաջնորդ, ոչ առաջնորդ չի։ Դատարանը պարտավորեցրել է ինչ որ անձի, էական չի, այդ անձնով է։ Այդ անձները այդ պարտավորվածությունը չի կատարել, չի կատարելու փառք Աստծո։ Պարոն Աթոյան, դուք ինչ եք կարծում, վեհապար հայրապետին կձերբակալեն։ Կարծիք, որպես ասեմ, թե համոզմունք։ Եվ Կարծում եմ խորագիտություն կունենան ու նման քայլի չեն գնա։ Համոզմունք, որ իրանք այդքան խորագիտություն չեն ունենա, որ նման քայլի չգնան։ Հասկանալի է։ Այսօր մի դեպք տեղի ունեցավ եւ այսօրվա երևի թե գլխավոր եւ առանցքային քննարկվող թեման էր Տեր Օշինի պարագան։ Գիտեք, որ ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը փաստացի իր Facebook-յան էջում սպառնաց Տեր հորը, ասելով, որ հորդորում է խելքը գլուխը հավաքել, ապա ինքը գնաց ուրեմն Սաղմոսավանք եւ 1 ժամ տևած դրույթից հետո լքեց, հետո ուղիղ եթեր մտավ, քրեական հոդվածով սպառնաց, խոսքը խտրականությանը վերաբերող հոդվածի մասին է։ Հետևյալն է, թե իբր Տեր հայրն ասել է, որ ԿՊԱԿ-ը չպետք է լինի ուրեմն խավոր։ Ես հետևյալ կերպ եմ մտածում։ Եթե ԿՊԱԿ-ը ներողություն, չի Տեր հայրը չի ասել ԿՊԱԿ-ը չպետք է լինի։ Չէ, դա իրենց Երրորդ խոսքը ձևավորված, երրորդ խոսքը ձևավորված է եղել, հա, բանի հայրենասիրության, արժանավորության եւ այլի կոնտեքստում։ Բայց եթե անգամ ասած լիներ ԿՊԱԿ-ների մասով, ես այսպես եմ մտածում, եթե ԿՊԱԿ-ները, երևի թե բոլորը,
որտեվ բոլորը համարյա այդպես են մտածում։ Վեհապար Հայրապետին Ըհը։ կոչում են կտրիչ Ներսիսյան։ Արդյոք Վեհապար Հայրապետին հավատարիմ հոգևորականը իրավունք չունի նրանց մասնակցությամբ հոգևոր ծեսեր չանելու։ Չէ, տեսեք, մի քիչ հարցը շատ խրտին եղավ։ Եթե իրենք Վեհապար Հայրապետին չեն ընդունում, մենք էլ ծես չանենք, կոպիտ։ Այո։ Չէ, ծես չանելը որպես այդպեսին մի քիչ ինձ թվում է շատ սխալ մեկնաբանություն կունենա, հարցերին չի դե ճիշտ է թե չէ։ Ուրեմն անդրադառնանք քավորությանը, որովհետև օրինակ ծես չանելը նաև Սուրբ Պատարագ է։ Հենց Չէ, դե ես խոսքը նախատես խավորության մասին է։ հա ուրեմն նայեք, ընդհանրապես կնկահայրությունը մգրդության պարագայում կնկահայր, պսակի պարագայում խաչեղբայր։ Երկուսն էլ իրենց խորքում ենթադրում են վկայություն այլ ճշմարիտ հավատք, դավանանք, քրիստոնեություն եւ այլն։ Այս պարագայում եթե մարդը Վեհապար Հայրապետին չի ընդունում, ով որ այդ եկեղեցու ղեկավարն է, հա, այդ ճշմարիտ դավանությունը կամ հավատամքը պահողն է, կասկած, ողջամիտ կասկած կնա ունենա քահանան, չէ՞։ Ինչ հավատ գիտեր մարդը, այս մարդը։ Ով է վկայում, աղանդավորը կարող է գալ, օրինակ լավ, այս առարգայական օրինակներ չբերենք, ցանկացած աղանդավոր կարող է գալ ու վկայել հայ առաքելական եկեղեցու հետևորդի փոխարեն, հետևորդի համար։ Չի կարող, չէ՞։ Չէ։ Որտեվ իր հավատամքը ուրիշ է։ Նույնն է։ Բազմաթիվ դեպքերով ապացուցված է, որ այս մարդիկ հայ առաքելական եկեղեցուց դուրս են, թեգուզ եւ իրանք հայ առաքելական եկեղեցու մուտք ու ելք ունին, ֆորմալ առումով է դա։ Հենց նույն Վեհապար Հայրապետի անունը զեղչելու պահանջը կամ անուն ազգանուն նախկին ավազանի անուն ազգանունով դիմելը, սրանք բոլորը իրենց հեշտին եւ ծայրագույն մեղքեր են եւ կանոնակարգից դուրս երևույթներ են, որոնք քահանային առնվազն ողջամիտ կասկած կարող են տալ, այս մարդը հայ առաքելական եկեղեցուց դուրս է, հետեւաբար հայ առաքելական եկեղեցու կարգ ու կանոն չի կարող որևէ կերպ վկայող հանդիսանալ, ոչ կնկահայրության պարագայում եւ ոչ էլ խաչեղբայրության պարագայում։ Գրականությունը կա, պատրաստ նաև համացանցային կարող են գոնե կարտալ, գոնե իմանալ ինչից են խոսում, նոր խոսել, իրենք խոսում են մենակ խոսելու համար, չեն խոսում, որ դիմացինին որևէ բան հասկանալի լինի։ Ուղղակի իրանց այսօր սեսիացիա էր, պետք է այդ բաներեցին, էլի մեջ բերեց։ Եղավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։